Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է մեկ անձից գնումների քանակով, որը կոռուպցիայի բուն է։ Այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել։ Ժողովուրդը նշում է, որ ԱԺ նստաշրջանում իշխանական պատգամավորները երկու ընտրություն ունեն։ Փաստը նկատում է այն, որ իրավապահ համակարգը զբաղված է միայն Փաշինյանի իշխանությունը պահելով ու ընդդիմադիրներին պատերին ծեփելով, չէր կարող հետևանքներ չունենալ։ Հրապարակը գրում է, որ բժիշկների անունից հաղորդագրություններ են ուղարկվում գոլեգաներին, ծանոթներին։ Ժողովուրդը փոխանցում է, որ Փաշինյանից հետո կուսակցությունում Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել։ Հրապարակը նշում է, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Ժողովուրդը հայտնում է, իրավապահները խուզարկել են 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբոր տունը։ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով նա կասկածյալ է։ Հրապարակն էլ գրում է, քաղպայմանագրի պատգամավորները սարքեր են ձեռք բերել, որ չկախնալսվեն։ Ժողովուրդը հայտնում է, որ բժիշկներն ընտանիքին տեղեկացրել են, թե աչքներ լույս առողջ աղջիկ է ծնվում, իսկ ժամեր անց նորածինը մահացել է։